Քայլեր սուղեցինք դեպի քաղաքի թիվ 3 դպրոց։ Դպրոց, որը միշտ լեցուն է բեղմնավոր աշխատանքով, տարբերվում մյուսներից ակտիվությամբ, բազմաբնույթ միջոցառումներով, ստեղծագործ հայացքներով։ Նկարահանումներ իրականացրինք 9-րդ դասարանում, որի դասղեկը վրացերենի ուսուցչուհի Արուսյակ Սահակյանն էր։ Առաջին դասարանից եմ նրանց դասավանդում, 5-րդ դասարանից վերցրել եմ դասղեկություն։ Ուրեմն երեխաները շատ ստեղծագործ, շատ գործուն, ընկերասեր, նպատակասլաց երեխաներ են, շատ պատասխանատու են, լեցուն են շատ նոր գաղափարներով, միասին անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, շնորհանդեսներ, նախագծեր։ Նրանք շատ տաղանդավոր աշակերտներ են, շատ պարզամիտ են, շատ չեն սիրում կրկնվել, միշտ փորձում են միջոցառումներն այնպիսի, ասենք, սյուժե ունենան, որ կրկնվող չլինի, լինի շատ իմաստուն, խոր իմաստ մտքեր ունենան։ Ունեինք մենք էկոխմբի 11 հոգանոց խումբ պետք է պատրաստեինք, ուրեմն երբ ես նրանց հարցրեցի, թե ովքեր պետք է մասնակցեին այդ էկոխմբին, նրանք բոլորը ցանկություն ունեցան եւ իհարկե մենք 11 հոգանոց խումբը փոխարինեցինք 23-ով ու սկսեցինք իրագործել մեր ծրագիրը։ Այստեղ ունենք մենք շատ ակտիվություններ, ունեինք քաղաքապետարանի անդամների։ Ինչպես խոսքի մեջ նշեց ընկեր Արուսյակը, դասավանդել առաջին դասարանից։ Երեխաները նպատակասլաց են, չեն սիրում կրկնվել, միջոցառումներ կազմակերպում են յուրօրինակ, տարբերվող։ Բացի դասապրոցեսից նրանք ունեն հատուկ խումբ, որը կոչվում է էկոլոգիայի պաշտպանության խումբ, եւ հաճախ են կազմակերպում ոչ ֆորմալ միջոցառումներ։ Ինչքանով են միջոցառումները իրենց համար ընդունելի եղել։ Իրենք շատ շուտ կողմնորոշվում են, շատ ցանկացած միջոցառում կարելի է իրենց հետ անել, նրանք շատ ընկալում են թեման, քեզ օգնում են, կարողանում են շատ շուտ կողմնորոշվել եւ լեցուն են իրենք նոր գաղափարներով։ Մենք անցկացրել ենք միջոցառում եւ սովորել ենք Շոթար Ռուսթավելին վրաց գրականության դասականն է, նրա գլխավոր եւ գրեթե միակ պահպանված պոեմը դա 15 ձենավորով է Քրիստոսյանի էպիկական պոեմն է, պոեմը սիրո, բարության, մարդկային արժանապատվության մասին է։ Ռուսթավելին ապրել է Վրաստանի ոսկեդար ժամանակաշրջաններում համարթագուհու օրով, նա զբաղեցրել է բարձր պետական պաշտոնի Թամարի արքունիքում, հայտնի է իր խորիմաստ աֆորիզմներից, օրինակ սերը մարդուն բարձրացնում է, իսկ եսասիրությունը նվաստացնում, Սիղբարուլի Ադամյանց ամաղլեպս, խոլո էգոիզմի ամցորեպս։ Յակոբ Գոգեբաշվիլին վրաց մանկավարժ է հասարակական գործիչ, նա հայտնի է իր դեդայնա Մարենի լեզու դասագրքով, նա մեծ ուշադրություն է դարձրել ուսուցմանը, երեխայի հոգեբանությանը, ինչպես նաև տարիքին համապատասխան կրթությանը, եւ նրա ամենահայտնի ասույթներից է Էնարիս Էրիսուլի լեզուն ազգի հոգին է։ Մշոպլյուրիս էնիս գարեշը արսեբոպս նամդերի գանատլեբա, առանց Մարենի լեզվի ոչ մի իրական կրթություն գոյություն չունի։ Տարական դասարանն ավարտելուց հետո մեզ բոլորիս հետաքրքրում էր, թե ով է լինելու մեր դասղեկը։ 5-րդ դասարանում մեր դասղեկը դարձավ մեր վրացերենի ուսուցչուհին։ Մենք սկզբում ճիշտ է, մի փոքր հուզված էինք, սակայն նրա հետ շատ արագ մտերմացանք, քանի որ նա շատ հոգատար, ջերմ եւ բարի անձնավորություն է։ Նրա դասերը անցնում են շատ հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում։ Նրա հետ իրականացրել ենք տարբեր միջոցառումներ եւ նախաձեռնություններ։ Մինչ այսօր էլ նրա հետ սիրով համագործակցում ենք։ Նա միշտ մեր կողքին է եւ աջակցում է եւ մենք նրան շատ ենք սիրում եւ հարգում։ Չես բարոյ։ Իլյա Ճավճավաձե, նրան հաճախ անվանում են վրացազգի հայ։ Ամենահայտնի ասույթներից է. Վինցեր Սեմսախուրեբա, Իսսակութարթավ Սեմսախուրեբա։ Ժողովրդին ծառայողը նաեւ իրեն է ծառայում։ Գանատլեբա էրիս գադարչենիս Երթադերթի գզա, կրթությունը ազգի փրկության միակ ճանապարհը։ Առաջի դասարանից Արուսյակ Սահակյանը մեզ դասավանդել է, իսկ արդեն 5-րդ դասարանից նա դարձել է մեր դասղեկը։ Այսինքն մենք առաջի դասարանից ծանոթ էինք նրան։ Քանի որ դպրոցներում շատ խորացված չենք անցնում վրացերեն գրականությանը, նրա կազմակերպված միջոցառումների միջոցով մենք ավելի ենք ծանոթանում վրաց գրականության հետ, Շոթար Ռուսթավելի, Յակոբ Գոգեբաշվիլի, Իլյա Ճավճավաձեի մասին։ 6-րդ դասարանում մենք ուրեմն ունեինք ստերներով թատրոն, որտեղ իրենք շատ փոքր էին նման միջոցառում անցկացնելու համար, բայց
կարողացանք այդ ամեն ինչը անել միասին, շատ հետաքրքիր անցավ, իրոք շատ մեծ տպավորություն թողեց մեզ, շատ տպավորված էինք այս միջոցառումով։ Адамიანი судьи խասես սահունջը միսի բինաուղը։ Բավշեվիս գոնեբա ձալիվ կիարա, սիպարուլիտ ունտա գամպիթարդես։ Երեխաներին պետք է զարգացնել սիրով, այլ ոչ թե պարտադրանքով։ Ամիսներ առաջ մենք հնարավորություն ունեցանք այս դասարանի երեխաների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ մասնակցել Նինո Ծմինդայի Խոջաբեկ թաղամասի հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշապուրակի մաքրման աշխատանքներին, որի համար կարելի է արժևորել ու բարձր գնահատել երեխաների նվիրական ու կարևորագույն աշխատանքը՝ էկոլոգիայի պաշտպանությունը։